Հարսնաձորի լեգենդը սերիալում իրադարձությունները մտնում են ամենաանսպասելի ու լարված փուլերից մեկը։ Հեռուստադիտողները բառացիորեն սպասում են այն պահին, երբ տարիներով կուտակված գաղտնիքները վերջապես կպայթեն և ամեն ինչ դուրս կգա ջրի երես։ Նարեի պատմությունը շարունակում է մնալ ամենացավոտ գիծը, նա այդպես էլ չկարողացավ Հայկին ասել իր հղիության մասին։ Ամեն անգամ, երբ թվում էր հիմա կխոսի, ինչ-որ բան խանգարում էր։ Երբեմն դա վախն էր, երբեմն հանգամանքները, երբեմն էլ Հայկի սառը վերաբերմունքը։ Նարեն հասկանում է, որ այս գաղտնիքը երկար պահել հնարավոր չէ, բայց նաև գիտի, եթե սխալ պահին բացահայտվի, կարող է ամեն ինչ վերջնականապես քանդել։ Այս ամենի ֆոնին տեղի է ունենում մի նոր շոկային զարգացում։ Արմոն անհետանում է, մի քանի օր է ոչ ոք նրանից լուր չունի։ Սա արդեն ոչ թե պարզապես անհանգստություն է առաջացնում, այլ իրական կասկածներ։ Նարեի հայրը սկսում է հարցաքննել նրան, փորձելով հասկանալ, արդյոք Նարեն ինչ-որ բան գիտի իր ապագա ամուսնու մասին, բայց Նարեն իսկապես ոչինչ չգիտի, և ամենասարսափելին այն է, որ նա հոր երեսին ասում է, որ գուցե այլևս երբեք էլ չի իմանա։ Արմոյի անհետացումը դառնում է սերիալի ամենախորհրդավոր հանգույցը, ովքեր կարող էին շահագրգռված լինել նրա անհետացմամբ։ Առաջին կասկածները բնականաբար ուղղվում են դեպի Հայկը։ Հայկը կորցրել է ընկերոջը, և նա լուրջ պատճառներ ունի ատելու Արմոյին։ Բացի այդ, եթե նա ինչ-որ կերպ իմացել է, որ հենց Արմոն է կանգնած Վարոյի մահվան հետևում, ապա վրեժը լիովին հնարավոր սցենար է։ Բայց այստեղ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Հայկը միաժամանակ մի որոշում է կայացնում, որը բոլորին զարմացնում է։ Նա որոշում է ընդմիշտ հեռանալ երկրից։ Նա այդ մասին ասում է իր եղբորը Միքոյին։ Սա փախուստ է, թե նոր ծրագրի սկիզբ։ Հայկը հասկանում է, որ մնալով այստեղ նա միայն խորացնում է վտանգը թե իր, թե Նարեի համար։ Բայց արդյոք նա իսկապես պատրաստ է թողնել ամեն ինչ և հեռանալ, հատկապես երբ Նարեն կրում է իր երեխային՝ մի գաղտնիք, որի մասին ինքը դեռ ոչինչ չգիտի։ Միքոն փորձում է հասկանալ եղբոր որոշումը։ Նրա համար պարզ չէ՝ Հայկը պարզապես հոգնել է, թե ինչ-որ բան է թաքցնում։ Եթե Արմոյի անհետացման մեջ իսկապես Հայկի մատն է խառը, ապա նրա հեռանալը կարող է լինել ոչ թե պատահական որոշում, այլ շատ մտածված քայլ կասկածներից խուսափելու համար։ Սակայն մյուս կողմից կան նաև այլ վարկածներ։ Արմոն չափազանց խորամանկ է, որպեսզի պարզապես անհետանա առանց պատճառի։ Հնարավոր է նա ինքն է կազմակերպել իր անհետացումը ավելի մեծ խաղի համար։ Գուցե նա ուզում է բոլորին դուրս բերել հավասարակշռությունից և հետո վերադառնալ ամենաանսպասելի պահին հարվածելու համար։ Սա քո նույնպես չի կարող դուրս մնալ կասկածյալների ցանկից։ Նրա լուռ, բայց հաշվարկված վարքը հուշում է, որ նա կարող է ներգրավված լինել ավելի մեծ խաղի մեջ։ Եթե Արմոն ինչ-որ պահի դարձել է վտանգավոր Սաքոյի համար, ապա նրա անհետացումը կարող էր լինել կանխամտածված քայլ։ Նարեի համար այս ամենը կրկնակի հարված է։ Մի կողմից նա ապրում է իր ամենամեծ գաղտնիքով, հղիությամբ, իսկ մյուս կողմից հայտնվել է մի իրավիճակում, որից ելք չի տեսնում։ Նրա շուրջ ամեն ինչ փլվում է, և նա այլևս չի հասկանում, թե ում կարելի է վստահել։ Առաջիկա սերիաները խոստանում են իսկական պայթյուն։ Ամենակարևոր հարցերը մնում են բաց։ Արմոն ողջ է, թե նրա անհետացումը ողբերգական ավարտ է ունենալու։ Կհաջողվի արդյոք Հայկին հեռանալ երկրից, թե վերջին պահին ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը կկանգնեցնի նրան։ Եվ ամենակարևորը՝ կհասցնի Նարեն ասել ճշմարտությունը, մինչ ամեն ինչ վերջնականապես դուրս կգա վերահսկողությունից։ Մի բան հստակ է՝ Հարսնաձորի լեգենդը մոտենում է իր ամենաբեկումնային փուլին, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է դառնալ ճակատագրական։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, ուր է Արմոն, ինչ ծրագրեր ունի նա և ինչպիսին է նա վերադառնալու, արդյոք վերադառնալու է նոր վրեժ լուծելու համար, թե իսկապես անհետացել է Հայկի թեթև ձեռքով։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Սեղմեք զանգակ կոճակն ու եղեք տեղեկացված։
Սերիալում իսկապես իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից։ Լալան դարձել է այս հեռուստասերիալի կարծեք թե շարժիչ ուժը և նա է որոշում, թե ով, որտեղ ու ինչպես կարող է առաջ շարժվել։ Լալան գիտի գաղտնիքներ, որոնք չգիտեն ուրիշները։ Լալան շատ լավ հասկանում է երեխայի կորստի ցավը։ Այս պահին նրա երեխան գտնվում է իրենից հեռու։ Արդյոք նրան կհաջողվի օգնել Նարեին, որպեսզի չհրաժարվի այդ մտքից։ Ճիշտ է, Լալան սկզբում բավականին սառը ընդունեց Նարեի ասածները, բայց նա հորաքույր է, գիտի, որ Նարեի համար ծանր ժամանակներ է։ Արդյոք Լալան կարող է լինել այնքան սառնասիրտ, որպեսզի Նարեին ստիպի իսկապես հեռացնել երեխային ու ապրել առանց դրա ու դրանով վրեժ լուծել իր եղբորից։ Այս և այլ հետաքրքիր գաղտնիքներ կպարզվեն շատ շուտով, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի չկորցնեք հետաքրքիր նորություններն առաջինն իմանալու ձեր հնարավորությունը։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններ բաժնում։